Հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն, որ մեզ հետ եք, մենք վերադարձանք։ Հուլիսի 11-ին ժամը 19:00-ին Փյունիկ զարգացման կենտրոնում տեղի կունենա նկարիչ Արփի Չոբանյանի անհատական սիրո պարը ցուցահանդեսը, որը հանդիսատեսին հրավիրում է ճանապարհորդության դեպի մարդկային զգացմունքների եւ ներաշխարհի խորքերը, իսկ թե ինչպես եւ ինչ միջոցներով կպատմեն մեր գեղեցկուի հյուրերը։ Մեր առաջին հյուրերն են գեղանկարիչ Արփի Չոբանյանը, Լույս Արավոտի եւ ցուցահանդեսի համադրող Արմինե Թումանյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալություն, որ առավոտը կիսում եք մեզ հետ։ Այո, դուք նկարում եք մանկուց, բայց եթե ճիշտ է օգտագործել այդ բառը, համարձակություն բառը օգտագործեն, չեք ունեցի համարձակություն, անհատական ցուցահանդես կազմակերպել ներկայացնելու։ Միգուցե դա պատճառային է, որ դուք հետաքրքրված եք եղել շատ կինոյի մեջ, նորաձևություն, թե կա այլ պատճառ։ Իրականում հիմնական պատճառը կարող եմ նշել, որ երբ դու անում ես անհատական ցուցահանդես, ամբողջ կենտրոնացումը լինում է քեզ վրա եւ նկարիչ լինելու ժամանակ դու լիարժեք կտավներիդ միջոցով մերկացնում ես քո հոգին հանդիսատեսին ու դրա համար համարձակությունը պետք ճիշտ նշեցիք։ Դա կարող եմ նշել ամենաայդ վառ բանը, թե ինչի համար մինչև այս ռիսկ չի անում։ Սիրո պարը արդեն իսկ ենթադրում է դինամիկա եւ շարժում։ Ինչպես է հաջողվում կտավի ստատիկ մակերեսին փոխանցել պարի կինետիկ էներգիան եւ մարդկային զգացմունքների ռիթմը։ Պարի էներգիան մենք նկարիչը իր մոտեցումով շատ հեշտ է ստանում, որովհետև երբ ունես այդ ազատությունը ու երկխոսությունը քո կտավի հետ, ու չես վախենում ուղղակի ներկայացնել մարդկանց ազատ այն ինչ որ զգում ես, ու ունես նաև ինչ որ չափով ակադեմիական հիմք, դա եւս մեծ ազդեցություն ունի ու օգնում է քեզ, ամեն ինչ շատ սիրուն ու վառ է ստացվում։ Շատ ֆանտաստիկ թեմա եք ընտրել, երևի աշխարհի ամենաթոփ, ամենապահանջված, ամենաքննարկվող, ամենացավոտ, ամենաուրախ երջանիկ թեման եք ընտրել, որովհետև ամեն ինչի հիմքում է այսօր սեր, ու այսօր դուք փորձել եք կտավներին փոխանցել սեր այնպես, ինչպես որ դուք տեսնում եք, պատկերացնում եք իր գույներով, իր բոլոր դետալներով, միգուցե շատ բան լինի մեր համար անհասկանալի, անտեսանելի, բայց այնտեղ գույներ կան, որոնք մեր համար անտեսանելի են, միայն դուք եք տեսնում, որովհետև դուք շատ երկար ժամանակ, ես գիտեմ, ձեզ առանձնացրել եք բոլորից բնության գրքում, շատ երկար ժամանակ մտածել եք, միգուցե ինչ-որ մի կտավի վրա շատ երկար ժամանակ աշխատել եք, միգուցե սկսել եք աշխատանքը, հետո պարզապես դադարել եք, հետո մի քանի օր հետո նորից կրկին վերադարձել եք կտավին ու ստացել եք այն սերը, որը որ հենց դուք եք պատկերացնում։ Դա ճիշտ է։ Ճիշտ ենք հասկանում։ Ճիշտ եք հասկանում, իրականում ինքը էտապներով արված աշխատանքը մի շրջան սկսվել էր, հետո ավարտվեց ու հիմա նորից վերսկսեցի իրան նկարել եւ ցանկացած անգամ երբ դու ցուցահանդես ես անում ինքդ քեզ համար տենց լիարժեք հավաքած պետք է ունենաս, պետք է քեզ ժամանակ տաս լիարժեք մտնելու այդ թեմայի մեջ, ու կապ չունի դա գեղանկարչությունը, թե ֆիլմը, սցենար ես գրում, չգիտեմ, պետք է լիարժեք դու ընկալվես այդ թեմայի մեջ, որպեսզի ընդհանուր տեսնես ամեն ինչը, ու դրա համար այո, պետք է մեկ ուսանալ, տրվել հենց արվեստին ու այդ երկխոսությունը ունենալ անձնական հենց քո իր հետ, դրա համար այո եղել են նմանատիպ շրջաններ ու հուսով եմ, որ արդյունքը հաջող է ստացվել։ Արմինե, որպես համադրող, ինչպես եք ընտրել աշխատանքների հաջորդականությունը, արդյոք այցելուն ցուցասրահով քայլելով անցնում է զգացմունքների ինչ-որ կոնկրետ ճանապարհով, այսինքն սկզբնական կետից մինչև կուլմինացիա։ Եվ եթե թույլ կտաս հավելեմ, դուք նաև համարվելով կուրատոր շատ ու այլ նկարիչների, սա ձեր համար բոլորին այլ է ու լարվածությունն ու պատասխանատվությունը շատ ավելի մեծ է։ Այո, միանշանակ պատասխանատվությունը շատ մեծ է։ Երբեմն ինձ բռնացնում եմ այն մտքի վրա, որ ես նույնիսկ իմ անհատական ցուցահանդեսից ավելի շատ եմ ոգևորված, նաև մի քիչ հուզված, որովհետև Արփին նաև լինելով իմ դուստրը միշտ եղել մեծացել է ստեղծագործական կյանքով, տեսնելով ոնց եմ ես ստեղծագործում եւ սա առաջի քննությունն է նաև ինձ համար տեսնել ինչպես է իմ
պտուղը եւ աշխատանքային եւ գաղափարային եւ երեխաս ինչպես է իրեն ցույց տալու առ հասարակություն եւ այո շատ ոգևորված եմ մենք ունեցել ենք շատ դիսկուսներ այո շատ անգամ նույնիսկ դա իմ աշխատանքն է որ ես իրեն ուղղություն ցույց տամ բայց շատ հեշտ է այդ աշխատելը իսկ գույնով շարժվելը երբ որ դահլիճ կմտնի մարդը ունկնդիրը միանշանակ գույնի երանգներով եւ տրամադրությունը եւ թեմատիկ արփին ընտրեց այս անգամ ուղին նկարելու ֆիգուրատիվ արվեստով, դե որովհետև բարը եւ այդ դինամիկայի միջոցով իր վարպետությունը կարողացավ ցույց տալ, որի համար նույնիսկ ես շատ ուրախ եմ եւ ոգևորված եւ այդ ամեն ինչի հետ համադրությամբ եւ երաժշտություն է գալիս այդ նկատավների մեջ։ Դու կտավին նայում ես եւ զգում ես այդ դինամիկայի միջոցով այդ պահի երաժշտությունը թե ինչ կպարեր այդ զույգը կամ այդ պարողը եւ այո եւ գույնը ինքը շատ լավ է զգում կարողացել է արտահայտել այդ զգացմունքները ինչը որ ինքը արտահայտեց ունկնդիրը միանշանակ կստանա Արփին շատ հաճախ այո Արփին շատ հաճախ գեղանկարչության մեջ մոլորվում է ու դիմում է այսպես ասած ձեր օգնությանը դուք եք իրան այսպես ասած հետ բերում Շատ նորմալ բան է շատ բոլորս էլ այդպես ստեղծագործողները միշտ պետք է մի հատ տալչոկ ունենան ինչ որ կողքից Բայց հետ բերելը դա նշանակում է դուք իրավունք ունեք եւ ձեզ թույլ եք տալիս ինչ որ շտկումներ անելու թե միայն խորհրդով թե պարզապես հանգիստ զրույցով դա արդեն բավարար է Խոսք զրույցը ամենամեծ օգնողն է որովհետեւ տեխնիկական հարցերը դու ինքդ կարող ես լուծել քեզ համար բայց խոսքը ու վերլուծումը, որ դու ոչ միայն որպես տեխնիկա նայես գործին, այլ ամենակարևորը որպես կոնցեպտուալ արվեստ, դա հենց կուրատորի աշխատանքն է, որ քեզ ճիշտ ուղին է ցույց տալիս, ուղղակի զրույցի ու ավելի բացահայտելու Կուրատորի աշխատանքը նաև դեռ ամենակարևոր մասը լինում է պատկերասրահում էքսպոզիցիա կազմելը, թե ինչի հետ, ռիթմով, գույնով եւ մեկը մյուսին լրացնելով պետք է նկարները համադրվեն ամենամեծ մասը իհարկե խորհրդական մասը չի, այլ էքսպոզիցիան ճիշտ կազմելն է, որտեղ որ այդ ունկնդիրը հենց մտնի, դա պետքա հերթականությամբ ստանա ճիշտ էքսպոզիցիայի դեպքում։ Նշվում է, որ ցուցահանդեսը ճանապարհորդություն է դեպի ներաշխարհի խորքերը։ Որն է եղել ամենամեծ բացահայտումը կամ անակնկալը, որ արել եք ինքներդ ձեզ համար այս հավաքածուն ստեղծելու եւ ամբողջացնելու ընթացքում։ Հավաքածուն ստեղծելու ընթացքում այդ ինչպես նշեցի արդեն, այդ լիարժեք քո իսկ ներքինի բացահայտումն է, ամեն քո զգացմունք ու այդ խորությունը հնարավորինս բացելու ու ներկայացնելու մարդկանց վերցանելու կտավների, գույների, որպեսզի ես իմ կողմից ներկայացրել եմ, թե ով եմ ես, սենց կարող եմ ներկայացնել իմ ցուցահանդեսը ու շատ հատկանշական է, որ սա իմ առաջին անհատական ցուցահանդեսն է, որ ես հենց ներկայանում եմ մարդկանց արփին ով է իր զգացմունքներով ու շատ պարզ եմ դրել անունը, սիրո բարը։ Արփին ծնվել է ամառվա ուղիղ կենտրոնում, հուլիսի 15-ին։ 25-ամյակն է։ Այո։ Եվ մենք անունը դրա համար որոշեցինք Արփի։ Եվ ինքը ամբողջ կյանքը թե ստացել է սիրո ճառագայթներ, թե արտացոլել է սիրո ճառագայթներ, ու այդ իր արփիությունը իր պոզիտիվությունը կա իր արվեստի մեջ, որը որ շատ անհրաժեշտ է այս տարիներին մեր հասարակությանը, որ սեր լինի, սիրո արտահայտում լինի, թե թեմատիկ, թե գույնով եւ կարծում եմ ինքը հասել է դրան։
Հա, հուսով եմ իրոք ով որ այցելի ցուցահանդեսից կզգա դա ու ինքն էլ իր հետ իր համար անկեղծ կլինի։ Ես իրականում ցանկացած ցուցահանդեսին շատ եմ սիրում այդ բանը կարծիքների գիրքը, որովհետև դա երևի ամենամեծ կոմպլիմենտն է նկարչին իր ցուցահանդեսի ժամանակ։ Հա, ու դու ամեն անգամ վերադառնում ես, կարդում ես ու եւս մեկ անգամ ընկղվում ես այդ ջերմ միջավայրի մեջ ու միշտ դա քեզ հետ է, որպես քո հուշողությունը ու շատ եմ գնահատում, երբ այցելուն ցուցահանդեսը նորմալ նայելուց հետո այս գալուց բոլոր էմոցիաները եթե արտնանան իր մոտ կիսվի ամենաառաջինը հենց նկարչի հետ գրքի գրալցի շնորհիվ։ Դրա համար իմ ցուցահանդեսին դա լինելու է եւ շատ ուրախ կլինեմ, եթե հանդիսատեսը կիսվի իր կարծիքով եւ էմոցիաներով ինձ հետ։ Շարունակելով հուլիսի 15-ը, այսինքն 25-ամյակ, կտավներն են լինելու 25-ը, բայց իրականում կտավները էլ ավելի շատ են, 25-ը չեն։ Ինքը շատ ուրիշ նկարներ ունի։ Բայց ինչու հենց այսինքն զուտ որ 25-ամյակն է դրապանը 25-ն են կընտրել, ինչպես է կընտրել, ինչպես է հնարավոր, ինչ պրինցիպով է կընտրել նկարները, որը պետք է լինի, որը ոչ։ Թեմայի շուրջ ինքը նկարել է 25 նկար։ Հա, հենց 25-ը։ Այո, դեռ պարզ չի, 25-ը կպահպանեմ ես էքսպոզիցիա անելու ժամանակ, թե չէ։ Նախապես զգուշացնում եմ իրեն։ Այո։ Էքսպոզիցիայի ժամանակ երևա, բայց ինքը այս թեմայի շուրջ նկարել է հենց 25 նկար։ Սիմվոլիկ պահելով։ Թեման այս անգամ սերն է ու դուք ամեն ինչին այլ կողմից եք նայում, ուշ կերպ եք մոտենում եւ տալիս եք նոտաներ, դետալներ, որը որ ձեր սրտի խորքում է, ոչ մեկ չի տեսնում, չի հասկանում, չի ընկալելու։ Դուք դա ձեր համար եք անում, դա այդ մի մասն է, որը որ ձերն է։ Առաջիկա մենք ինչ թեմաների կտեսնենք ձեր կողմից անդրադառնալ կտավների վրա, կան թեմաներ, որոնց վրա շեշտ ուզում եք դնել։ Հիմա սերն է, որն է լինելու հաջորդը։ Այո, ես այս տարի նաև մի հատ ուրիշ շարք եմ սկսել, դեռևս շարք չեմ կարող անվանել, 4 գործ են ընդհանուր առմամբ։ Դա Livingston անունով ճայը գրվածքի իման վրա է, Ռիչարդ Բախի։ Դա իմ մանկության սիրած պատմություններից մեկն է, որի շրջանակներում նաև ոչ միայն ուզում եմ նկարչական շարք անել, այլ նաև անիմացիա եմ սկսել անել, սցենարը։ Մասնակցելու հետևանքներ դա է։ Այո։ Լավ նայել եք իմ հաղորդումն։ Մի խոսքով, ես հուսով եմ, որ դա կլինի տենց չոր հավես իվենտ այդ ժամանակ, երբ ես արդեն եւ իմ կտավները պատրաստ կունենամ եւ անիմացիաս ինչ որ չափով, այսինքն կամ կարճամետրաժ կամ լիամետրաժ արդեն ժամանակը եւ ֆինանսները ցույց կտան, կունենամ։ Չէ, թեման ստեղծագործողի հոգու մասին է, կարող եմ ասել, այն մարդը, որ ռիսկ է անում գնալել ավելի, քան իր ֆիզիկական հնարավորությունները իրան թույլ են տալիս ու ինձ թվում է հիմա դա շատ հատկանշական է ու շատ արդիական թեմա է, որովհետև ամեն օր մենք շատ հեշտությամբ կարող ենք կորցնել մեր իսկ տեսակը այս աղմուկի ու աժոտաժի մեջ ու դրա համար ես շատ եմ ասոցացնում այդ թեման, չնայած իմ ամեն մեկիս ընկալումը գրվածքի հիման վրա իր յուրօրինակ է, դրա համար հենց ես իմ սցենարի մեջ շատ ավելի դրական եմ ցույց տալիս այդ ամբողջ իրականությունը, հենց նա ոնց որ ես եմ ընկալել նույնիսկ այն դեռահաս տարիքում, դեռահաս արփին, այդ ազատության ու սիրո էլի սեր կա դրա մեջ, որովհետև պետք է սեր ունենաս ու պայծառ այդ լուսավոր հոգի ունենաս, որ կարողանաս գնաս դեպի ավելին, քան առօրյա կյանքն է։ Ու փորձելու եմ ներկայացնել հենց այդ ամբողջ իրականությունը, ինչ որ ես եմ զգում Ռիչարդ Բախի գրվածքի հիման վրա։ Դուք նաև նշել եք, որ նաև ուզում եմ հավելեմ, հա, այս ձեր հանգստությունը, որ կեմ կարծիքով դուք
ինչին որ կպնեկի, ինչ գործել որ դուք անեք, առաջին հանգստությունն եք փոխանցելու ու միանգամից այդ առաջինը վերցնելու է մարդու այդ հանգստությունը, որովհետև նաև այդ հանգստությունն այսօր ներդաշնակությունն է պակասում մեր իրականության մեջ։ Դուք նաև նշել եք, որ ստեղծագործող մարդու համար կլինի քանդակ, կլինի կտավ, կլինի կինո, նա կարող է լիարժեք իրեն մաքսիմալ ցույց տալ, բայց հնարավոր է մի օր գա ժամանակ, ճիշտ է, չենք կարող ասել ինչ կլինի 10 րոպե հետո, բայց դե որ մենք խոսենք Արփի հետ, ով լիարժեք սուզվել է կինոարտադրության մեջ, կտավները, այսպես ասած, իրար ետև դրած են ձեր սենյակում ու ժամանակ չեք գտնում անցնելու կտավներին եւ full fit կինոյով եք զբաղվում։ Իմ մոտ տենց է։ Որտեվ տարերք էին կրկնում ձեր մոտ։ Իմ իրականությունն է օվկիանոսի նման է, ես ասենց գնում եմ ալիքներով, մեկ տանում է դեպի կինո ինդուստրիա, մեկ բերում է հետ նկարչություն, կարող եմ մի օր նորից վերսկսեմ նորաձևություն, այսինքն ես ինչ չեմ կաղապարում երբեք ու փոքրուց է տենց եղել, ցանկացած այդ կաղապարող իրականությունից ես ուղղակի փախել եմ ավելի ստեղծագործական ու դրա համար կարող եմ նաև անոնս անել, որ շուտով իմ առաջին կարճամետրաժ խաղարկային ֆիլմ է դուրս գալու, այսինքն տենց չի, որ ես այդ լիարժեք թողել եմ, ես իրանց հետ, այո, կգանք ձեզ Թերևս հնչեցնենք վերջին հարցը, Արփի 3 թոփ նկարիչները ամենաշատն եք սիրում, ոգեշնչվում եք այդ արտիստների աշխատանքներով, արվեստով։ Ես սիրում եմ փիլիսոփայությունը շատ ու իմ համար ամենասիրելի նկարիչներից մեկը Մարկ Ռոթկոն է ու հենց ինքը իր կոնցեպտով ու փիլիսոփայությամբ ու խորությամբ ոնց է ինքը 1-2 գույնի շնորհիվ բերում քեզ նենց մի հատ տրանս էներգիայի մեջ, դե ես դա Պոմպիդուում եմ զգացել, ուղղակի կանգնած վայելում էի այդ երկխոսությունը, այդ ժամանակ իրոք երկխոսություն տեղի ունեցավ նկարի հետ։ Ուրիշ ես նաև վերածննդի շրջանից եմ սիրում տենց ծաղկային մեր սիրելի Բոթիչելիին ու դա եւս գալիս է նրանից, որ ես իրականից եմ տեսել այդ արվեստը ու երբ դու հասկանում ես, որ մարդը այնքան է կատարելության ձգտում, այդ ժամանակ դա էր ավելի արժեքավոր։ Այն աշճանի է կատարելության ձգտում, որ արծեթյա բան այտենց վրցին է իր համար ձողիկով նկարում, որ այդ բարակությունը ստանա էֆեկտի ու դու նայում ես դարեր հետո ու միևնույն է ինքը քեզ փոխանցում է այդ ամբողջ էներգիան ու էմոցիան իր գույների ու ներդաշնակության շնորհիվ եւ նաեւ շատ եմ սիրում ժամանակակից արվեստ բայց այդ շարքում շատ են նկարիչները, որովհետև ինձ հիմա այս պայի դրությամբ հենց ազատությունն է դուր գալիս արվեստում։ Հնարավորինս խենթ լինելը, ազատ լինելու, արտահայտելը քո էմոցիան մի հատ սովորական ինձ այնքան է հիացնում, երբ դու գնում ես ժամանակակից արվեստի թանգարան ու տեսնում ես ինչ-որ փախած մի հատ, չգիտեմ, բոթաս կամ ինչ-որ բան, բայց ինքը նենց մի հատ սիրուն կոնցեպտով է քեզ ներկայացնում, որ դու լիարժեք սենց ասում ես, ես էլ եմ սենց ուզում ազատ լինեմ։ Այդ շատ է ոգեշնչում։ Ու իհարկե իմ մայրիկը, որ ինքը եղել է իմ եւ իմ եղբայրս եւս ստեղծագործող է, լուսանկարիչը շատ տաղանդավոր։ Մենք փոքրուց հիացած աչքերով հետևել ենք, թե մաման ոնց է ստեղծագործում, ու եթե ինքը չլիներ, մենք հաստատ կարող է այսքան խորացած չլինեինք արվեստի մեջ։ Ինքը իմ ամենասիրելի նկարչուհին, ամենասիրելի մարդն է, ու այո, ամենասիրելի նաեւ բանը ճանապարհորդելու ընկերը, որովհետև մեր հետաքրքրությունները միշտ նույնն են ու մենք ամեն անգամ մի հատ նոր հետաքրքիր տեղ ենք գտնում, հետաքրքիր թանգարան կամ միջավայր, որը մեզ ոգեշնչում է։ Նորից գնում ենք։ Այո։ Մենք շնորհավորում ենք առաջին հերթին ձեզ, որովհետև դուք ֆանտաստիկ ընկերներ եք միասին։ Դե ինչ հուլիսի 11-ին ժամը 19-ին Փյունիկ զարգացման կենտրոնում տեղի կունենա նկարիչ Արփի Չոբանյանի անհատական սիրո պարը ցուցահանդեսը։ Գնալը պարտադիր է։ Մեր հյուրերն են եղան նկարիչ Արփի Չոբանյանը եւ ցուցահանդեսի համադրող նաեւ մայրիկը Արմինե Թումանյանը։ Շնորհակալ ենք շատ ձեր էներգիայի, ձեր արևի համար։ Ձեզ լավ օրենք մաղթում։ Ընդմիջում ենք շատ արագ, որովհետեւ ունենք կրկին կարևոր թեմա։ Մնացեք մեզ հետ։